Ես ոչինչ վերյակ չեմ, ոչինչ ապարողացել աղանում եմ, այո, ես ուրի կարգավիճակով եմ այդտեղ, սկիզբ է արուսի, ումեն երեխաները, Ես կարող եմ, եթե դու դուրս ես։ Ակելի նախագահ, Հանրապետական կուսակցության սիրելի անդամներ, Անկախության բանակի սիրելի զինվորներ, Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հարևաններ։ Այսօր հրանում է Աշոտ Նավասարդյանի անվան Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակը եւ մենք որոշեցինք հյուրերով այս առիթով բացել իր թանգարանը, որտեղ ինքն ապրել է շատ երկար տարիներ եւ այս տունը մեծ խորհուրդ ունի, այս բակը նույնպես մեծ խորհուրդ ունի, ես ուզում եմ ձեզ ասել, որովհետեւ այստեղ եթե կգան այստեղ ԱՄԿ-ի անդամներ են նաև ազգային միացյալ կուսակցության տղաներ, այստեղ տեղի են ունեցել բազմաթիվ գաղտնի խաղաքներ հանուն անկախության, իրենց պայքարի եւ իրենց գործողությունների մշակման, որից հետո նաև խոզարկություններ, որից հետո նաև ձերբակալություններ, դրան հետևել է նաև մենք ենք ծնվել այստեղ, մեծացել, իր ընտանիքն է ձևավորվել այս տանը, դրանից հետո անկախության բանակն է ձևավորվել այստեղ, հետո հանրապետական կուսակցությունն է այստեղ ստեղծվել եւ գրվել կանոնադրությունն ու ծրագիրը եւ դրա համար մեզ համար չափազանց կարեւոր է, որ դուք այսօր այստեղ եք եւ չափազանց կարեւոր է, որ այս տունը պիտի նորից դառնա այն խորհուրդը ունենա, այն աուրան ձևավորի, որ կարողանանք նաև մեր պետության համար, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար ճիշտ որոշումներ կայացնենք, ճիշտ քայլեր անենք։ Եվ ես հավատում եմ դրան, ես իմ ընտանիքը նույնպես հավատում է դրան, եւ պատահական չէ, որ մայրս 30 տարի շարունակ մեծ փափագ ուներ, 25 տարի շարունակ մեծ փափագ ուներ, որ այս տունը պիտի վերածվի թանգարանի, որոշ իրադարձություններ հետ ցեցին այդ գործընթացը, բայց կարծում եմ, որ հիմա շատ ավելի ճիշտ ժամանակ է, որ պիտի այս տունը վերադառնա իր հին խորհրդին։ Շնորհակալ եմ շատ, որ եկաք։ Ես ուզում եմ նաև ներկայացնել իմ դպրոցի սիրելի սաներին, որոնք այսօր մի փոքրիկ այսպես մի բառ, որ անկախության բանակին է շատ հարիր, անկախության բանակի տղաներն ուր են կանգնած, որովհետև իրենք այստեղից են շարժվել դեպի սահմաններ, երազ, հատկապես երազ, եւ առաջինը, ասացած բոլոր տեղերը, եւ մենք մի սիրուն հուշաքարի բացումից հետո, ճիշտ եմ ասում, պարոն հրամանատար, իրականացնենք մեր այդ ելույթը փոքրիկ։ Քանի որ սա քո մեծ երազանքն է, առաջարկում եմ նաև դու այդ հուշաքարը բացես։ Ես մի բառ ուզում եմ ավելացնել հասարակությանը, բարեկամներից, աջակիցներից, ինչ ճիշտ հասկացողներից, ինչ վստահողներին, իմ հատկապես երեխաներին, առաջին հետին Աստծուն, որը ինձ դրդեց, ուղղորդեց այն
տարիները, որը ես սպասել եմ։ Ժողովուրդ, դուք երևի չգիտեք շատերը։ Ես ավելի շատ սպասել եմ Աշոտ Նավասարդյանին, քան միասին ենք եղել։ Սիրով, ուզում եմ հայ կանանց դրթել, ուղղորդել, հավատացեք ձեր ամուսիններին, եղեք հնազանդ, հավատարիմ, որտեղ վերևում Աստված տեսնում է արդարը, բարոյականը, հնարավորին չափ համեստությունը, հավատարմությունը, երեխաներին ճիշտ դաստիարակելու առավելությունները։ Եղեք բարի, կտեսնեք, որ Աստված ձեր կտա այն, ինչ դուք երազում եք, որտեղ ես այսօր իմ երազանքների տերն եմ դառել։ Չնայած չունենալով տղաներ, ունեմ 3 արու, ոչ աղջիկներ, զավակներ, այսպես Երբ Աշոտ Նավասարդյանը ներկայացնում էր իր ընտանիքը, նրանից վերև գտնող պատգամավորը շատ հպարտորեն ասեց 2 տղաներ։ Աշոտը մի փոքր կանգ առավ, իր հերթերեկել, որ բոլորի ուշադրությունը գրավի եւ ասաց. Ես ունեմ ընտանիք, հրաշալի կին, բարերը կան, պահպանված են եւ 3 ոչ արուտ զավակներ, բայց իմացեք, արուտի որդին, եք թե ворդ, կոյրուն է կոչվելու, այսօր իմ 3 աղջիկները իմ կոյրուններն են, սիրով ձեզ եմ տրամադրում, այն ամենը ինչ ես ձերքով կատարել է, այսօր ես ձեզ նման հյուրի կարգավիճակ ունեմ, պատկերացրեք, հրավիրում եմ ձեզ որպեսզի այսօր կար ինչ է անկապությունը, ինչ է ազատելու կարողությունը, որ հետ այսօր այս պայմաններում մենք դրա հնարավորությունը ունենք։ Սապարել ենք I know.